Խաղացին աստծո ժողովուրդ։ Խաղացին։ Ձեզ։ Գրքին շատ հետաքրքիր հարց են ուղղել։ Հարցը այսպեսին է՝ բարև ձեզ, Վարդավառի մասին կխոսեք, ինչ կարծիք ունեք։ Նախապես շնորհակալություն։ Ինչ կարծիք ունեք։ Իմ կարծիքով Վարդավառ եկեղեցական ավանդույթի նման մի բան է, հա, եկեղեցի։ Հա, եկեղեցին, առաքելական եկեղեցին մեր մոտ ընդունում է Վարդավառը, տոնում է այդ տոնը, ասած ասած։ Իսկ քրիստոնեական եկեղեցիները իհարկե չեն տոնում։ Դե առաքելականն էլ է քրիստոնեական, ուղղակի հա, մեր եկեղեցիները ասած ասած չեն ընդունում, եկեղեցիներ կան ընդունում են, եկեղեցիներ կան չեն։ Կարծիքը իմ սիրելի հաստատող, լավ։ Ճիշտ որտեղից առաջացել է։ Ջրոցի են անում։ Հա, ես չգիտեմ որտեղից առաջացել, անցած անգամ մի քահանա է խոսում, կարծեմ ինտերնետով էի նայում, ասում է ջուրը շփում ենք մարդկանց վրա, որ իրենց մեղքերը լվացվի մաքրվի, այդ տոնն է, ինչ-որ սես բաներ էր ասում։ Վատ չի։ Աստված պետք է ասել, հա, ջուրը աստծո խոսքն է։ Չէ, այդքան չէ։ Մարդկանց վրա։ Այդպես չասեց։ Ես եմ տենց ասում, որ իրոք ջուրը աստծո խոսքն է, որ մարդկանց սրբում ու մաքրում ու լվանում է։ Բայց ինքը ասեց շփում են մարմնավոր ձևով, որ մեղքերը մաքրվի։ Այդ գրքի մեջ չկա, չէ՞ տենց։ Չէ, իհարկե չկա, չէ։ Գրված է, որ ջուրը լվանում է մեղքերը, ջրով եք սրբված, ավազանով եք փրկված, ջրի ավազանով։ Ջրի մեջ մկրտված Քրիստոսը կամ մնացած բոլոր առաքյալները, աշակերտները, մինչև այսօր մենք ջրի մեջ ենք մկրտվում, դա խորհուրդն է, որ ջուրը Աստծո խոսքն է ու Աստծո խոսքով մկրտվում ենք։ Աստծո խոսքի մեջ ընկղվում ենք, մեռնում ենք մենք, մեր մեղքերը մեռնում Աստծո խոսքի մեջ, հարություն առնում որպես հոգևոր ասում։ Այդ խորհրդապատկերն է ջուրը։ Հիմա ես իմ կարծիքը ասեմ Վարդավառի մասին։ Վարդավառի մասին իմ կարծիքը։ Լավ, արեք կարդանք, ըստի համար եմ անում մի հատ։ Ղևտացիների 23-րդ գլուխ։ 1-ից մինչև 37 խոսք է, էլի, եւ Եհովան Մովսեսի հետ խոսեց ասելով. Խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ ասիր նրանց Եհովայի տոները, որ դուք սուրբ ժողով պիտի կոչվեք, իմ տոները սրանք են։ 6 օր գործվի, բայց 7-րդ օրը լավ, մինչև 37-ը որ կարդամ մի քիչ երկար կլինի, ես բառացիորեն կասեմ նույն ինչ որ գրված աստեղ, որպեսզի մենք միտք առնենք, շատ կարևոր է մեզի միտք առնելը։ Մի մարդ կա, որ ասում է, որտեղ է գրված, կարդա, ասում եմ, բայց գրված է այդ, հիմի որ փնտրենք որտեղ է գրված, ման գանք, ժամանակ կորցնենք, դու էլ գիտես որ գրված է այդ մասին, էլի Աստվածաշնչի մեջ, գրված է։ Եկեք խոսանք, չէ, ցույց տուր որտեղ է գրված։ Օրինակի համար եմ ասում, էլի։ Դրա համար մենք արեք այդ սովորությունը չունենանք, սիրելի քույրից եւ եղբայրից, եթե ես գիտեմ, որ գրված Աստված այնպես իրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որով հատա փրկվի այլ չկորսվի։ Ես գիտեմ, դու էլ գիտես, բոլորս էլ գիտենք, որ գրված է դա, բայց որ կայնս է, չէ, ցույց տուր տեղը, չէ, որտեղ է գրված, կամ ես մի դա արդեն չի բխում միաբանությունից, չի բխում սիրուց։ Սրա դրդումը կարծես թե մի տեսակ, չգիտեմ, լավ, չենք դատավորներ։ Հիմա տեսեք տոների, զատիկների համար կարդացինք Ղևտացիների 23-րդ գլխի մեջ եւ շատ տեղերի մեջ է գրված իմ տոները սրանք են, պահեք, կատարեք, որոնք են Տիրոջ տոները, Զատկի տոնը խորհրդապատկերը մանա, որ մենք զատվում ենք մեղքից։ Եթե ես ապաշխարեցի, հարբեցող էի, ապաշխարեցի, չեմ հարբում, եկա Քրիստոսի օգնությամբ, ես թողեցի խմելը։ Այդ իմ համար տոն է, այդ զատիկը, որ հարբեցողությամբ ոգին իմ միջից դուրս եկավ, տոն է իմ համար։ Ասում է տոն է այդ օրը, ուրախացի դրա համար, որ չարությունը թողեցի։ Զատկի տոնը, շաբաթի տոնը, շաբաթը հանգիստն է, 6 օր աշխատի, 7-րդ օրը հանգստացի։ 6 փուլերի մեջ ես անցնում եմ նորից բերեն խմելու վրա, լավ, օրինակ կամ ինչ-որ մեղքի կապ չունի դա։ Ուզում եմ թողեմ խմելը, Աստված ասում է մի խմի։ Հարբեցողությունը մեղք է, հարբեցողության հետևանքներն ասում է, աշխարհի մեջ ես զգում եմ, որ հարբեցողության հետևանքները իրոք շատ վատ է, թե առողջական կողման է, թե իմ մտքի թմրության կողման է, թե ընտանիքի քայքայման կողման է, հազար ու մի պատճառները ես գիտեմ։ Դրանք այդ փուլերն են, 6 փուլերը անցնելուց հետո, այդ հասկացողությունը գիտակցելուց հետո 7-րդ օրը ես չեմ խմում։ Հոգևոր իմաստով 7-րդ օրը, ոչ թե շաբաթվա օրը 7-րդ։ Մեկի մոտ մի օրը կարող է մի տարի տևի։ Մեկի մոտ կարող է մի քանի ժամ տևի։ Դա նայած թե իր մեջ ինչքան է դա, ոնց է եկել աշխարհից դեպի Քրիստոսի։ Եվ
Եվ տեսեք 7-րդ օրը հանգստացի, այսինքն 7-րդ օրը չես խմում։ Վերջ մտա հանգիստը, Տերն էլ հանգստացավ իմ հետ, էլի մեծ աշխատանք չի տանում։ Սա է շաբաթի տոնը։ Եթե ես իմացել եմ, որ խմելը չի կարելի, ջանք եմ թափել, ջանք եմ արել, ծնունդը առիթ ա եղել, բոլորը ասել են, վերցրա այս բաժակը խմի, ես ասում եմ կներեք, չեմ խմում։ Չէ, եթե չես խմում, մեզի ուրեմն չես հարգում, ծնողների կենացն ա, ուրեմն ծնողի չես հարգում եւ այլ, վերցնեմ խմում եմ։ Հələ 6 օրվա մեջ եմ ես աշխատանքի, հələ հանգստի մեջ չեմ մտել։ Խմում եմ, տանջվում եմ, թեխի խմեցի, աղոթք եմ անում մյուս օրը, խնդրում եմ Տիրոջը ներա, էլ չեմ անի, դա իմ փուլերն ա, դա իմ ընթացքն ա։ 1-ից 6-րդ օրերն ա դա, մինչև 6-րդ օրը աշխատում Աստված, ասես մեր հետ։ Եվ 7-րդ օրը արդեն չեմ խմում, վերջ, հանգիստ օր, ես քրիստոնյա եմ, չեմ խմում։ Այլ ծնողների կենացն ա, ես հարգում եմ իմ ծնողներին, իրանց հիշատակը հարգում եմ, բայց չեմ խմում։ Արդեն հանգստի մեջ եմ, ինչքան ուզում ա զոռեն, ինչքան ուզում ա տենամ արաղը, չեմ խմում։ Այդ օրը տոն ասա։ Աստված ասում ա, շաբաթը տոն ա։ Տոն ա իմ համար, ուրախություն, ցնծություն ա, ու բոլորը խմում են ծնողների կենացը, այն մյուս երեխեքի կենացը, այն մյուսը հայրենիքի, այն մյուսը մյուս կենացներ, մեկին տենում են վերջում սա հարփան, գլորվան, մեկը մյուսին անպատվեցին, հայոյեցին, կոպիտ բաներ ասեցին, բայց ես խաղաղության մեջ եմ։ Դա տոն ա իմ համար, ասում ա այդ տոնը նշա։ Էդ ա իմ տոնը, Եհովա Աստվածն ա ասում, այս գլխի մեջ որ ասեցինք, ամբողջ Աստվածաշնչի մեջ։ Բաղարջ ուտել, բաղարջը միամիտ կերակուրն ա, խոտ կերակուրն ա։ Բաղարջ նշանակում է, եթե դու խոսում ես ինչ-որ մի անձնավորության հետ, որ ինքը նորը հավատա, նորը գալի Քրիստոսին, նոր ընդունը լսում ա, ուզում ա հավատա Քրիստոսին, դու բաղարջ ես ուտում իր հետ։ Այսինքն խոտ ես ուտում, հոգևոր իմաստով փափուկ կերակուր, երկրից հելած անմեղ կերակուր, միս չես ուտում, միսը ուրիշի ինչ-որ մարմինն ա, չէ, ուրիշ կենթանու մարմին ես ուտում դու։ Այդ միսը մի կեր, բաղարջ կեր ասում ա։ Իր հետ հա, Տերը քեզի շատ ա սիրում, բայ ես մեղավոր եմ ասում, չեմ կարող, ոչինչ Աստված կների, բա Քրիստոսը դրա համար է եկել աշխարհ։ Բաղարջ ես ուտում, այդ տոն ա, որ ինքը դարձյալ գալում, տոն ա քո համար էդի։ Ուրախության տոն ա, դա նշա։ Խաղության տոն, ներելու, սիրելու, այս բոլորը չեմ ուզում էլի շատ բան անեմ, ժամանակի առումով նորից ու նորից, մեր հեռախոսը երկար չի զապիսանում, 20 րոպեից ավել։ Տեսեք, այս տոները ասում ա, նշեք, անպայման նշեք, երբ որ դու մեկին չէիր սիրում, ատում էիր, բայց հիմա սիրում ես, տոն ա էդի քո համար, տոնախմբություն ա, երկնքում հրեշտակներ են ուրախանում։ Սա էս ա Աստծո տոները, Աստվածաշնչի տոները սա է, սիրելի հարցնող։ Իսկ վարդավարը, հեսա կարդամ լավ Կողոսացիների 2-րդ գլուխ 8-րդ խոսքն է, ու անցնենք վարդավարին։ Զգուշ կացեք, միգուցե մեկը հափշտակեց ձեզ փիլիսոփայությունով եւ դատարկ խաբեությունով, մարդկանց ավանդությունների պես, աշխարհի սկզբունքների պես եւ ոչ թե Քրիստոսի պես։ Զգուշ մնացեք, որ չխաբեն։ Հասկանում եք, նայեք, վարդավարա ջուրը շփեցին իր վրա։ Ես հոգևոր իմաստով մի քիչ առաջ մեկնեցի։ Դա Աստծո խոսքն է, ես sense եմ հասկանում այդ տոնը, որ փոխանցում ենք մեկս մյուսին, իրար ենք շփվում։ Շատ լավ տոն է։ Ես ընդունում եմ այդ տոնը, իհարկե լավ տոն է։ Բայց մեր վարդավարը, որ տոնում են Հայաստանում, անծանոթներին նայում են դուր գալու համար, ծանոթանալու համար ջուր են շփում իր վրա։ Շոֆերը ավտո քշում է ջուր են շփում վրան, եթե ավարիա տալի։ Սա չեն անում հոգևոր իմաստով, սա մարմնավոր ֆիզիկական ձևով են անում իրանց այդ պահին հաճույքների ուրախության չգիտեմ ինչի համար։ Սա տոն չի, սա աստվածային տոն չի։ Իմ կարծիքը սա է, որ աստվածային տոն չի։ Ես իմ մեջ, եթե խոսում եմ այսօր, քարոզում եմ Աստծո խոսքը տալիս եմ, այս Աստծո խոսքը ջուրն է, որ տալիս եմ ձեզ, ու դուք ձեր մեղքից ապաշխարում եք, լվացում ա, այդ իմ տված խոսքը լվում ա ձեր մեղքը։ Ձեր բարկությունը, ձեր չարությունը, ձեր ինչ-որ մի մեղքը լվում ա ձեզանից, սա է տոն, այս տոնը արեք ասում ա։ Իսկ այն ֆիզիկական ջուրը շփել մեկը մեկի վրա, տոն ենք մատուցանում, դա տոն չի, իմ կարծիքը դա որ դա ոչ թե դա սովորություն է, մի հատ աշխարհիկ սովորություն, հոգևոր սովորություն չի։ Նախ Աստվածաշնչի մեջ ոչ մի տեղ չկա հենց կոնկրետ որ իրար վրա ջուր շփել։ Երկրորդ ես բացատրեցի որ ջուրը ինչ է, ջրի հատկությունը ինչ է, երբ որ մեկի շորը կեղտոտվում է, ջրի մեջ այնքան ջրով ինչքան շատ ես քսում, ինչքան շատ ես ջուրը լցում, այնքան մաքուր ալնում է ջուրը, այնքան մաքրում է։ Դա Աստծո խոսքն է։
Ինչքան շատ ես խոսում, ինչքան շատ ես հասկանում, այդ ջուրը ինչքան շատ ես բան, այնքան սուրբ ու մաքուր ես դառնում, ընդունում ես ասում։ Բայց որ ցեխոտ ջուր, կեղտոտ ջուր, շփում են վրան, վնասներ ա տալի, կռիվ ու անպատիվ խոսքեր են մեկը մյուսից լսեմ։ Այն մյուսը անառագության մտքով ինքն էլ շփվում ու սկսում են ծանոթանալ ու եսի մի։ Դա քրիստոնեական չի, նորից եմ կրկնում։ Ես մի քիչ համարձակ որելնեմ, կասեմ սատանայական տոն է։ Ու ամեն մի տոնը, եթե մարմնավոր են անում ու ընդունում, դա աստվածանից չի, աստվածային չի։ Սիրելի հաշտվող։ Դուք ասեցիք ձեր կարծիքը, ես էլ ասեցի իմ կարծիքը։ Ինձ թվում է իմ կարծիքը ըստ աստվածաշնչի էր։ Դուք էլ որ մտածեք, ամեն մարդ էլ որ մտածի, իրականում սրա մեջ քրիստոնեական տոնի ոչ մի բան չկա, ոչ մի հատկություն, ոչ մի հատկանիշ չկա։ Այսքանը Մելանիա երևի է։ Մոտեցավ ավարտի։ Աստծասիրելի ժողովուրդ, եթե նորից հարցեր կառաջանան, գրեք, խնդրում եմ, զանգեք, կարող եք։ Մնաք խաղության մեջ, Աստված ձեր հետ, եթե հարցեր կառաջանան, իրականում մի պահեք ձեր մեջ։ Մի պահեք, ինչքան հայտնաբերվի այդ հարցի իմաստը ձեր մեջ, այնքան ձեր աշկերը կլուսավորվի, ձեր կյանքը կլուսավորվի։ Այնքան կմոտենաք Աստծուն, այնքան ավելի լավ ու մոտիկից կճանաչեք Աստծուն։ Համար մի թողեք, մի ասեք, գրված ասենց ու վերջ, պետք չի քո հասկացողությունը, քո մեկնությունը։ Սենց է գրված, ինչ ես բաներ անում, ֆռսնում բան, բայց ինչ է գրված ինքն է չի հասկանում։ Ինքն է չի հասկանում որտեղից այդ վարդեվարը կամ ինչի համար կամ հալա որ արեցինք, ինչ օգուտ տվեք, եք արեք այդ օրը մենք դուրս։ Հենց դուրսուս ջուրը որ շփենք մեկս մեկի վրա գանք տունը։ Դա մեզի կտա լոկ մարմնավոր ուրախություն։ Այ այն մեկը տեսա շփեցի վրան, ասեց վայ նորեի, լվացե շորերս, տեղտոտեցի իրեն միսը սենց ուրախանանք։ Всё դա մարմնավոր, ոչ մի հոգևոր աճ, հասկացողություն կամ ոչ մի հոգևոր ոչինչ չի տալի մարդուն, չգիտեմ։ Սովորիները ջրերից։ Հա։ Եթե լավ բան է տալի, եթե բերում է ձեզի ասուն, արեք, ելեք շփեք իրար վրա ջուրը։ Բայց ինձ թվում է Այսքանը։ Այսքանը։ Տեր օրհնի ձեզ։ Աստված ձեր հետ։ Ամեն։